Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր դարձյալ խոսելու ենք հայ երգի մասին։ Տեսնում եք, ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը մի փոքր լիցքաթափվի, այս լարվածություններից իրեն դուրս զգա, ավելի կյանքով լցվի, ավելի սիրտը ուրախությամբ լցվի, որովհետև երգն ու երաժշտությունն է, որ մարդուն կտրում են իրականությունից, մանավանդ այս դաժան իրականությունից, որտեղ այն ինչ կատարվում է աշխարհում, ես որակում եմ այսօր դաժան իրականություն։ Եվ ուրախ եմ ասելու, որ այսօր հաղորդաշարին հյուր է եկել ժողովրդական երգերի հրաշալի կատարող Մարգար Եղազարյանը, որը 25 տարի է բեմի վրա է եւ 25 տարի ժողովրդական մաքրամաքուր երգ է մատուցում մեր ժողովրդին։ Եվ այսօր այս մասին խոսելիս մենք սկսում ենք ուղղակի մտածել, թե իսկապես որ երգիչն է, որ կարող է ժողովրդական երգիչ համարվել, որովհետև այսօր այդ կոչումները այլևս չկան եւ լավ է որ չկան, որովհետև երբեմն շատ անհարգի էին այդ կոչումները տրվում, հիմա ժողովրդական համարվում է այն երգիչը, որը ուղղակի ժողովրդի կողմից սիրված է։ Ուրախությամբ ես ասում եմ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այսօր հաղորդաշարի հյուրն եք եւ խոսելու ենք հայ երգի մասին, մեր խեղճ հայ երգը, որը այդքան չարչարված դարձել է երգ երաժշտություն, որովհետեւ շատ խառնածին տարեր մտան մեր երգի մեջ, մեր հանճարեղ կոմիտասը ամեն ինչ արեց, որպեսզի մենք ձերբազատվենք այդ ավելորդ մելիզմներից եւ այլնից, բայց ինչպես երևում է արտաքին ազդեցությունը շատ ավելի ուժեղ է, քան այն ինչ որ դասական է եւ ինչ որ հրամցվեց մեր հանճարեղ կոմիտասի կողմից։ Այնուամենայնիվ, անգամ այս վիճակում կան հրաշալի երգիչներ, որոնք պահում են այդ դպրոցը, պահում են այդ կարևոր արժեքները եւ այդ արժեքով էլ իրենց ստեղծագործական ճանապարհն են անցնում։ Դուք այդ երգիչներից մեկն եք։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ մի փոքր ձեր անցած ճանապարհի մասին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ինձ գնահատելու համար։ Իմ անցած ճանապարհի մասին երգել սկսել եմ 14-15 տարեկանից, հաճախել եմ Էջմիածնի Նավասարդ երգչախումբ, որը որ ղեկավարում էր երջանկայի հիշատակ Ռուբեն Շարբաթյանը, միաժամանակ նաև հաճախում էի տեղի ժողգործիկների անսամբլ, որպես մենակատար, այդպես մոտավորապես մի 5 տարի, հետո ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական կուրս, քանի որ մանկուց չունեի երաժշտական կրթություն, շատ լավ էր, որ այդպիսի հնարավորություն էր ընձեռված ուսանողներին, որ անցնես նախապատրաստական կուրս, սովորես սոլֆեջո, տեսություն եւ ընդունվես առաջի կուրս։ Եվ ես անցա այդ արհեստավարժ երգի ճանապարհն է դա։ Այո, հիմքն է էլի դա, եւ ես բարեբախտաբար ունեցա այդ հիմքը ու անցա այդ ճանապարհը։ Սովորելու հետ մեկտեղ ինձ լսեց Գևորգ Մանասյանը, կուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը եւ հրավիրեց, որ աշխատեմ կուսանական անսամբլում, սովորելուն զուգահեռ նաեւ աշխատում էի կուսանական անսամբլում որպես մենակատար, այնուհետ Գոհար երգչախմբից ինձ լսեցին, հրավիրեցին Գուզիկյանը, Գրիգոր Սեփու Աբգարյանը դիրիժորն էր, բայց ինձ լսեց եւ հրավիրեց, որ իրենց հետ համագործակցեմ Գրիգոր Գուզիկյանը։ Այո, որ գեղարվեստական ղեկավարն էր։ Այո։ Եվ այդպես շատ խիտ է, ասենց համառոտ չեմ կարող պատմել իմ անցած ուղին, շատ խիտ եւ բեղնավոր։ Մինչեւ այսօր։ Այո։ Երբ եկաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Առաջին անգամ եկել եմ 2012 թվին East Coast, New York, Boston, Washington, դուդուկներ խմբի հետ եկել ենք համերգների 2 շաբաթով, հետո երկրորդ անգամ 2013-ին, 14-ին, 10 տարվա ընթացքում մի 5 անգամ եկել գնացել եմ տարբեր միջոցառումների, համերգների մասնակցելու համար,
Եվ 2021 թվականի դեկտեմբերին տեղափոխվեցի ընտանիքով, իմ այստեղ ընտանիքով եմ ապրում և փորձում եմ ստեղծագործեմ Լոս Անջելեսում, բայց ի նպաստ հայրենիքի։ Մարգար, ասացեք խնդրեմ, դուք ընդհանուր առմամբ երգում եք հայկական երգեր, բայց ձեր ժողովրդական երգեր, միայն այդ ժանրի երգերն եք երգում, թե նաև այլ ժանրի երգեր։ Ոչ, ես կոնսերվատորիան ավարտել եմ օպերային վոկալ դասական բաժինը, ուստի թույլ է տալիս իմ վոկալ տվյալները բազմաժանր երգացանք ունենալու, երգում եմ և դասական, և երևանյան մեր երգերը կոմպոզիտորական, Արնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, չթվարկեմ բոլոր մեր մեծերի անունը, երգում եմ շատ սիրված երևանյան երգեր, ռետրո երգեր, որ ասում են քաղաքային ֆոլք, երգում եմ ժողովրդական, ծրագիրս բազմաժանր է, ու շնորհակալություն կոնսերվատորիային, որ ինձ տվեց այնպիսի կրթություն, որ ես կարողանամ իմ վոկալը օգտագործեմ բազմաժանր երգարվեստում, այսպես ասեմ։ Այո, դուք այսօր ներկայացնելու եք ձեր պապուրին, որը մի քանի մասից բաղկացած երգերի հավաքածու, ես դրան ասում եմ հանրագիտարան պապուրի։ Որովհետև սկիզբը սկսենք, բացենք սկիզբը և ամբողջ հաղորդման ընթացքում կլսենք նաև հերթականության մյուս երգերը։ Սիրով։ Յասամանից առիտակ եկ նստենք սիրով, քնքուշ երգեր երգիր ինձ հաղցր խոսքերով, յասամանից առիտակ եկ նստենք սիրով, քնքուշ երգեր երգիր ինձ անուշ խոսքերով, ջահել հոգուս համար դու, կամիր վախտի կամար դու, եղիր երկինքին զաստխոտ, շողոտ շաղոտ, 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 շողոտ շաղոտ։ Ես շունեմ այս արևի տակ, քեզ օջախս կտանեմ որպես տանջարակ, ուրիշ սիրած ես շունեմ այս արևի տակ, քեզ օջախս կտանեմ որպես տանջարակ, ջահել հոգուս համար դու, կամիր վախտի կամար դու, եղիր երկինքին զաստխոտ, շողոտ շաղոտ, շողոտ շաղոտ, շողոտ շաղոտ, շողոտ շաղոտ, շողոտ շաղոտ, Մեր Հայաստանում սիրանն է հասնում, կանաչ կարմիր օնքի տակից աչքով է անում, վառ արևի տակ, ինքն էլ արեգակ, սրտում պահած սիրո կրակ, անուշ մի կրակ, այս համարը շատ եմ երազել, իմ սիրտել եմ մերքի պես ասել, և ուզում եմ սիրո խոսք ասել, լսի ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, լսի ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ, ծիրանը հասնում, երկար չի սպասում, ով մոտենա ժամանակին նրան է հասնում, հազար երանի, ով չի վարանի, ով իր սիրո պտուղն անգին կարնի կտանի, այս համարը շատ եմ երազել, իմ սիրտել է մերքի պես ասել, և ուզում եմ սիրո խոսք ասել, լսի ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ,
լսի ձայնս արի ջանս մուրազիս հասնեմ դարամ դայրի դարամ դայրի դարամ դայրի դարամ 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 Նախշուն ելակ կարել ես գոճակները շարել ես սամերը դու փռել ես դու խաղշիկ կարմիր գինին թասումը ես եմ քո հավասումը խաղաս եմ անուշ աղջիկ ջան աղջիկ սիրուն աղջիկ քեզ գերի քո կրակը ինձ գերի սրտիս ջուրլի սովանամ ջան աղջիկ կարմիր գինին թասումը ես եմ քո հավասումը հարստանեմ քեզ ալքողով ալքողով ապելացուն չիգա մտնելա տուն չիգա դուրորա դու շորորա քեզ սրտով սիրեցի աչքերիս քուն չիգա դուրորա դու շորորա ապելացուն չիգա մտնելա տուն չիգա դուրորա դու շորորա քեզ սրտով սիրեցի աչքերիս քուն չիգա դուրորա դու շորորա Անուշ աղջիկ, թու խաղջիկ, աստված սիրես թող գնա Մեր սերը մար չիմանա, չիմանա Աշուղի պես խաղասեմ, բլբուլի պես տաղասեմ Խաղասեմ անուշ աղջիկ, ժան աղջիկ Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ, կապել ես դու կարմիր գոտիկ Նման ես նրան հատիկ, ջան աղջիկ Լուսնյակը շող է գցել, երեսիդ փող է գցել Իմ սիրտը ողջ ես գցել քեզ մատաղ Ամպելացուն չիգա, մտնելա տուն չիգա Դուրորա դու շորորա Քեզ սրտով սիրեցի աչքերիս քուն չիգա Դուրորա դու շորորա Ամպելացուն չիգա, մտնելա տուն չիգա Դուրորա դու շորորա Քեզ սրտով սիրեցի աչքերիս քուն չիգա Դուրորա դու շորորա Մակար, ինձ ասացեք քննրեմ, այսօր ինչպիսին է երգի շուկան։ Այ հյուրախաղեր եւ այլն շատ հաճախ դուրս են գալիս տարբեր համայնքներ, ավելի որ երգերն են դուրս գալիս, որ ժանրն է ավելի այսօր շուկայի վրա։ Գիտեք ինչ, ժողովուրդը տարբեր բաներ է նախընտրում լսել։ Ամեն երգիչ ունի իր լսարանը։ Եթե խոսում ենք իմ մասին, իմ երգացանկի, իմ շուկայի մասին։ Այդպիսի հարց էլ կա, ձեր երգացանկը ինչպիսին է։ Ես գիտեմ, որ գուսանական երգերի փայլուն կատարող եք։ Այո, ոչ միայն իմ երգացանկը ոնց որ նշեցի քիչ առաջ բազմաժանր է եւ ինձ հրավիրում են թե Բոստոնից, թե Նյու Յորքից, տարբեր նահանգներից, այսօր քանի որ գտնվում եմ ստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավելի հասանելի է մեր շրջապատում։ Այո, մեր մյուս գաղթօջախ բառը չեմ սիրում, բայց տենց ասեմ, որ հասկանալի է։ Համայնքները, այո, համայնքներին ավելի հասանելի եմ եւ շատ նահանգներում կան փոքրաթիվ հայկական համայնքներ, որ կարիք ունեն հայ երգի եւ անշուշտ ես գնում եմ եւ լսելի եմ դարձնում իմ երգերը այնտեղ։ Իսկ որ երգերն են ավելի շատ ընդունում ժողովուրդը։ Ռետրո երգերը, դասական երգերը, գուսանական երգերը, որն են նախընտրում։ Այն ինչ որ իրենց հիշողության մեջ կա, այն ինչ որ լսել են, ռետրո եւ հասանելի, մաչելի, որ անգամ նայում ես սրահում նստած մարդիկ հետդ հավասար երգում են։ Գիտեն։ Իրենց ծանոթ բաներ են սիրում լսեն։ Իսկ ինչպես է գնահատում դուք այսօրվա երգը։ Այս երգերը, որոնք այսօր հենված են կրկնությունների վրա,
մի բառ վերցնում են, ամբողջ երգը այդ բառն է։ Արդեն դուք պատասխանեցիք իմ փոխարեն։ Բայց ինչու չի կարելի դա փոխել։ Լավ, տեսեք, եթե մենք ունենք գուսաններ, մենք ունենք Ջիվանի, մենք ունենք Հավասի, մենք ունենք ինչ հրաշալի գուսաններ եւ ինչպիսի երգեր են դրանք, դա սիրակչական մարդ կրթող երգեր են, փիլիսոփայությունն է դա։ Արդյոք ձայնը չի բավարարում, թե հաճելի է ավելի այսպես մի բառ վերցնեն ու մինչև վերջ այդ բառը գնա ու համարեն, որ երգեցին։ Ասեմ, որ ոչ բոլորն են սիրում այդ, այսօր մի տեսական այս տպավորություն կա, որ ժողովուրդը դա է ուզում, դա ենք տալիս, ոչ, մեզ կրթել են, որ ժողովրդին բարձրացնել վեր։ Իհարկե, ճաշակներ արկել։ Իհարկե, ճաշակը բարձրացնել, ես չեմ ասում մեր ժողովուրդը անճաշակ է, թող բոլորը ինչ ճիշտ հասկանում, բայց Այն ովորել, որ տեղյակ չի, որ լավ բան կա, դու պետքա ցույց տաս, որ լավ բան կա, իրան հրամցնես այդ լավը, որ ինքն էլ զարգանա եւ ճաշակը բարձրանա։ Իսկ այսօր ինչ որ կատարվում է մեր այսպես ասած երկարվեստի շուկայում, ես ոչ մեկի չեմ ուզում փնովեմ, ամեն մարդ իր գործն անում, իր ուզածն անում, բայց ես համամիտ եմ ձեր հետ, որ այդ մի բառով երգեր անիմաստ ինչ-որ տեքստեր։ Շատ անիմաստ։ Եթե դու ինձ չուզես, ես ինձ կսպանեմ, այնքան հիմար բաներ են երգում։ Կամ ամբողջ տիեզերքը երազում է մեր սիրո մասին, աստղերը արտասվում են մեզ համար, շատ էժանագին մտքեր։ Եվ հետո շարունակ բոլոր երգերի մեջ գնում է ես կխելագարվեմ, ես գժվում եմ, ես գիժ եմ, ուրեմն դուս հագալի մեր ազգի կեսը գիժ է։ Ինչու են այդ բառը այնքան գեղեցիկ փոխարինող բառեր կան, որոնք քնքշություն, որոնք սեր, որոնք մտերմություն ունեն իրենց մեջ։ Ինչու անպայման այդ սիրո բարձրագույն աստիճանը գժվելն է։ Դժվար է, բայց այսօր վատը այն է, որ հասանելի է սոցցանցերով։ Հսկողություն չկա, վերահսկողություն չկա ինչ-որ մի տեղից, որ փակեն, չթողեն, առաջներում եղել է, չէ, որ քննությունը անցե, արժի եթեր գնայես, թե ոչ, բայց այսօր ում մտքով ինչ անցնում է։ Գիտեք, գլավլիտներ էլի, որ այդքան քննադատվում էր սովետական տարիներին, որովհետև գլավլիտը լինելով կարևոր մի բան, զսպողական միջոց, չափը անցնում էր էլի։ Այդ չափանցնելու համար մարդիկ չեն սիրում եւ իրավունք ունեին, բայց իր մեջ ուներ զսպելու եւ ճիշտը ներկայացնելու այդ պահանջը, որը շատ կարեւոր է, որտեղ մարդուն երբ ազատություն է տալիս, ինքը չի հասկանում, թե այդ ազատությունը ինչպես պետք է օգտագործի։ Գիտակցությունը զիջում է մարդու նկարագրին, դեռ չի բարձրացել այնքան, որ ներդաշնակ գնա նկարագրի հետ։ Ես գիտեմ, որ դուք Ջիվանի սիրում եք, ես էլ եմ շատ սիրում։ Ինչ երգ կարող եք մի փոքր կարճ երգ երգեք, որը նաև մեր հասարակության այսօրվա պատկերը լինի։ Ես չի ասել հասարակության, քաղաքականության պատկերը ավելի ճիշտ։ Ջիվանին մի բոլոր գործերն էլ Ջիվանու հանջել են, բայց խելքի հաշեցեքը ամբողջությամբ փիլիսոփայությունը եւ ճանապարհ ճշտի։ Իհարկե, կարծեմ, եթե չեմ սխալվում, 16 թե 17 տնից է բաղկացած, դե մեր հաղորդումը չի բավականացնի։ Այդ բոլորը մի փոքր մասը։ Հեյ արեք անմիջ ճնճուղը բազեի ճանկից Ուզում է որ սխլել, խելքի աշեցեք, կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, պատերազմ է մտել, խելքի աշեցեք, ախ, մեծամեծ մարդիքը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներ ունեն թողած, ջիվաննել կաղիշով քարավան մտած, բանաստեղծ է դարձել,
խելքի աշեցեք։ Հանճարեղ գործ։ Այո, իհարկե։ Հիմա ձեր երկերի ցանկի մասին կարճ, որտեղ մենք քիչ պետք է խոսանք, ժամանակը մեր լրանում է։ Ուրեմն երկերը ընտրել ենք այսպիսի կարգով, որ պետք է լիներ պապուրի։ Գաղափարը դա էր, մեր սիրված երկերից ընդգրկված է շողոտ շաղոտ, սիրուն երկեր շատ, սիրո ամառ, դու շորորա, դարձել գեղեցիկ, ջան այգեպան եւ գարունն է ժպտում, որը որ ժողովրդի մոտ հայտնի է Արարատյան դաշտ։ Այդ 5 երգը միացնելով իրար ստացել ենք շատ հրաշալի, գեղեցիկ, լսելի, աշխուժ, լուսավոր, թեթև պապուրի։ Ուղեկցվում է ուղեկցվում է տեսահոլովակով, տեսահոլովակում ընդգրկել ենք մեր հայրենակիցներից, հայտնի արվեստի մարդիկ, ոչ արվեստի մարդիկ, շատերը պետքա նաև ընդգրկվեին, ցավոք քաղաքում չէին ու թող ինձ ներեն այն մեր բոլոր հայրենակիցները, որոնց որ չենք ներառել տեսահոլովակում, որովհետև ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Բայց սրանով չեմ ուզեցել շեշտել, որ միակն են իրանք, ովքեր որ կան տեսահոլովակում։ Գիտեք, որևէ բանի մեջ դու չես կարող բոլորին անկարելի բան է դա։ Այն մարդիկ ովքեր որ կան, մյուսներին էլ են ներկայացնում։ Դա մեր ազգի դեմքն է, այդպես ասենք։ Շնորհակալություն Մարգար, որ եկաք հաղորդմանը, շնորհակալություն, որ պահում եք հայ երգը, որ իսկապես ունեք գեղեցիկ, լավ ձայն ժողովրդական երգեր երգելու, ինչու միայն ժողովրդական, նաև այլ ժանրերի երգեր, եւ մեծագույն հաջողություններ եմ մաղթում ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ մենք կլսենք հիմա ամբողջական պապուրին։ Սիրով։ Սկզբից մինչև վերջ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւս մեկ անգամ։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։ Շողարնան բույրն արևես, շոկամրան հուրն արևես, շեկաշտան հետ շողում ես իմ աշխար, մեզ համար դու միակն ես, մեր հոգու արեգակն ես, մեր սրտի վար երազանմար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեգվազն եմ է ժպտում,
Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում Դառնում կյանքի երջանկություն Արարատյան դաշտի շեգվածն է մեզ շփում Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում Դառնում կյանքի երջանկություն Մեր կյանքի լույսն առատ է, մեր հոգու լույսն անմար է Մեր մասի սեքսարի պես է կանգուն Արևի պես անմար է, դարերի պես անմահեք Մեր հպարտներ լեռնոտ երկրում Դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղաղորորանն ես Մեր կյանքի դու կապույտ կամաս Դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղաղորորանն ես Մեր կյանքի դու կապույտ կամաս Արարատյան դաշտի շեգվածն է մեզ ժպտում Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում Դառնում կյանքի երջանկություն Արարատյան դաշտի շեգվածն է մեզ ժպտում Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում Դառնում կյանքի երջանկություն Կապույտ կամար Դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղաղորորանն ես Մեր կյանքի դու կապույտ կամար Արարատյան դաշտի շեգվածն է մեզ ժպտում Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում Դառնում կյանքի երջանկություն Արարատյան դաշտի շեգվածն է մեզ ժպտում Երկնքի լույս թևերն են մեզ գրկում Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում